Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ինժեներական քաղաքի բիզնես ակսելերատորի շենքի բացման արարողությանը։ Վարչապետը շրջայց է կատարել շենքում ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին։ Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար միջոցները հատկացվել են Հայաստանի պետբյուջեից։ Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև Շարլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները։ Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստան ճարտարագիտական շաբաթցուցահանդեսի ներկայացված աշխատանքներին և նմուշներին PMI Sins ինժեներական լաբորատորիաների գործունեությանը։ Այս կենտրոնի հիմնական նպատակը ինժեներական ապագա սերնդի տեխնոլոգիաների հետազոտությունն է եւ հաջորդ սերնդի մեր պրոդուկտների մեջ լինելու են ստանդարտներին համապատասխան աերոզոլի, նյութագիտության եւ էլեկտրոնիկայի հետազոտման լաբորատորիաներ, ու շատ լավ որ որքան շնորհակալություն կարող նախարարն այս ստեղծման կառավարումը, որովհետեւ այս հարկը դառել է գիտական հետազոտությունների հարկ, այստեղ նաև գտնվելու ոնց հասկանում են այլ գիտական լաբորատորիաները, ինժեներական լաբորատորիաները, որոնք որ ընդհանուր օգտագործման համար են, ու երեք մեր մատակարարներից մեկն հետ էինք զրուցում, օրինակ Metavist 3D printer-ի բան ենք քննարկում, որ այսպիսի բարդության եւ այսպիսի մանրության բաներ կարողանանք տպել ճշտությամբ ու արագ, այսինքն րոպեների ընթացքում, որպեսզի հենց գաղափարը հասնում է, հենց գաղափարը առաջանում է, միանգամից կարողանանք այդ գաղափարը տեսկանալ, միանգամից կարողանանք մուլտիդիսցիպլինար թիմը հավաքել նյութագետների, քիմիկոսների, ինժեներների, որտեղ որ բազմաթիվ պրոֆիլներ կան էլեկտրոնիկայի, մեխանիկայի, ծրագրավորման ու արագ ես միջավայրում կարողանանք արագ ես արագությունը հետազոտել հիմնական գործառույթը այդ ծառայությունները մատուցելն է։ Դուք սեփական հետազոտություններ չեք անում։ Մեր ուղղակի իրենք ձեր սարքավորումներից օգտվում են։ Այո, մենք թույլ ենք մենակ սարքավորումներից, թե ուրիշ նաև մենք ֆինանսավորում ենք խորհրդատվություն։ Ֆինանսավորում ենք 300-ից ավել գիտահետազոտական ծրագիր է ֆինանսավորվել։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, կառավարության արտաքին բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը, իրական Հայաստանի գաղափարախոսությանը ու այլ թեմաների։ Տրամպի երթուղու իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդի միջին միջանցք նախաձեռնության հաջողության այս մասին ադրբեջանական ապային տված հարցազրույցում հայտարարել է թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանչիբեկ Օմուրայելևը։ Նրա խոսքով տրիպը կկազմի կենտրոնական Ասիայից Ադրբեջան, ապա Թուրքիայով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային ուղղումի մասը։ Այն գտնվում է արևելք, արևմուտք, առանցքի վրա, հյուսիսային եւ հարավային տրանսպորտային միջանցքների միջև եւ առաջարկում է նշանակալից ռազմավարական առավելություններ երկու այլ ընտրանքային երթուղիների համեմատ։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը նաեւ Տրամպի երթուղու իրականացումը լրացուցիչ խթան կհաղորդեն միջին միջանցքի նախաձեռնության հաջողությանը, ասել է նա։ Օմուրալիևը ընդգծել է Միացյալ Նահանգների հատուկ դերը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացում։ Եվրոպական խորհրդանի падգամավոր Կարթհազերը հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին, հետաքրքրվելով թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Նա նշել է Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը, միջազգային միակ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։ Վստահելի տեղեկություններն էլ վկայում են նաև պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, նաև քաղաքական շարժարիտներով ու կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցել է Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին։ Եվրոպական քաղաքական այս կառույցը պատվիրակների համար հարթակ է միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորն ու համամարտկայինը։
Շաբաթվա սկզբին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Եվրոպական քաղաքական այս կառույցը պատվիրակների համար հարթակ է միջազգային հանրությանը ներկայացնելու կարևորն ու համամարտկայինը։ Օրակարգերի առանցքում ռուս-ուկրաինական ու իսրայելա-պաղեստինյան պատերազմներն էր եւ դրանց դիվանագիտական լուծման ուղիները։ Նիստերի ընթացքում հունգարացի պատվիրակ Ժոլտ Նեմետն առանձնացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը միտված խաղաղությանը։ Նշենք, որ Բաքվի պատվիրակների մուտքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով արդեն երկրորդ տարին է, շարունակում է մնալ փակ։ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կառույցում դադարեցվել էին ժողովրդավարությանը հակասող մի քանի պատճառներով։ Եվրոպական օրակարգով առաջ շարժվող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս ներկա էր աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Վեհաժողովի հետ մեր երկիրն ունի ձևավորված ամուր կապեր, կառույցի ընդունած բանաձևերը Հայաստանի ժողովրդավարության դժվար ճանապարհի մշտական ուղեկիցն են։ Եվրոպական հեղինակավոր ամբիոնից նշեց Հայաստանի վարչապետն ու պատասխանեց նաև պատվիրակների հարցերին եւ հստակ ձևակերպումներով փոխանցեց մեզ համար առանցքային ուղերձներ։ Օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ 5 օր տևած նիստերի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգային ժողովի պատվիրակները հանդես եկան ելույթներով։ Մեր երկրի խորհրդարանականները Ստրասբուրգում էին ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Ելույթները տարբեր էին, ունեին կոնկրետ շեշտադրումներ։ Նախ անդրադարձ կատարվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այդ համատեքստում ազգային ժողովի падգամավորները խոսեցին նաև տարբեր գործընթացներում երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ։ Փաստվեց, որ Հայաստանը հանձնառու է խթանել երիտասարդների ներգրավվածությունը որպես մեր ժողովրդավարական զարգացման անկյունակար։ Այլ թեմաներ, Հայ օգնության ֆոնդը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանին հասցեագրելով կրթական, սոցիալական եւ հումանիտար խնդիրները։ Կազմակերպությունը շարունակում է ընդլայնել իր աջակցությունը սահմանամերձ եւ սոցիալապես անապահով շրջաններին։ Այսօր ՀՕՖ-ը զբաղվում է նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների հիմնախնդիրների լուծմամբ։ Հայ օգնության ֆոնդը շուրջ 37 տարվա պատմություն ունեցող բարեգործական կազմակերպությունը շարունակում է իր ամուր ներկայությունն ու աջակցությունը Հայաստանին։ Հիմնադրվելով 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո ՀՕՖ-ն այս ընթացքում Հայաստանին է հատկացրել ավելի քան $400 միլիոն, ներդրումներ կատարելով հարյուրավոր ծրագրերում, ենթակառուցվածքներից մինչև կրթություն եւ տեխնոլոգիական զարգացում։ Սկզբնական շրջանում ՀՕՖ-ի ուշադրության կենտրոնում եղել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքները, բնակարանային ապահովման ծրագրերը, մարդկանց անհրաժեշտ առաջնային սննդամթերքով ապահովելը, սակայն ժամանակի ընթացքում կազմակերպությունը ռազմավարական շրջադարձ է կատարել, կենտրոնանալով երկարաժամկետ ծրագրերի վրա։ Մեր գործունեությունը ժամանակի ընթացքում ընդլայնվել է։ Այժմ իրականացնում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսուցում ու կրթական տարբեր ծրագրեր, որպեսզի մեր նոր սերնդին հնարավորություն տանք ապրել լիարժեք կյանքով։ Եթե մարդուն ձուկ տաս, նա կսնվի 1 օր, բայց եթե սովորեցնես ձուկ որսալ, կապահովես ամբողջ կյանքի ապրուստը։ Հենց այս գաղափարախոսությունն է մեր ծրագրային նոր քաղաքականության հիմքում կենտրոնացում կրթության, տեխնիկական հմտությունների ուսուցման, երեխաների պաշտպանության եւ տնտեսական կայուն զարգացման վրա։ ՀՕՖ-ը բազմամյա փորձ ունի երեխաների պաշտպանության ոլորտում կազմակերպության կենտրոնում առաջին աջակցություն է ստացել ավելի քան 15000 երեխա։ Ինչպես նշում են կազմակերպությունում, Հայաստանն ունի սահմանափակ բնական ռեսուրսներ, սակայն ունի անսպառ մարդկային կապիտալ, հատկապես մաթեմատիկայի, ինժեներիայի եւ բնագիտության ոլորտում։ Տարիներ առաջ, երբ մենք սկսեցինք կենտրոնանալ եւ ուշադրություն դարձնել երեխաների տեխնիկական կրթության վրա, նկատառումը այն էր, որ Հայաստանը չունի բնական պաշարներ, նավթ, գազ, չունի նավահանգիստներ, չունի այնպիսի հարստություն, որը կկարողանար արտահանել, բայց
Հայաստանն ունի տաղանդավոր մարդիկ, հատկապես բնագիտության ոլորտում, ուստի պետք է աջակցել նրանց կարողությունների զարգացմանը։ Տեխնոլոգիական եւ մասնագիտական ծրագրերն արդեն ընդգրկում են մի քանի տասնյակ համայնքներ։ Հովի աջակցությամբ գործում են ուսումնական կենտրոններ, որտեղ երեխաները ստանում են մասնագիտություններ, սկսած վարսահարդարումից մինչև ավտոմոբիլային սպասարկում։ Հատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող երեխաներին, նրանց համար ստեղծելով ներառական կրթական միջավայր։ Վերջին տարիներին Հովը սկսել է նոր ծրագրեր փրկել սերունդները, որի հիմնական շահառուները գտնվում են Հայաստանի սահմանամերձ մարզերում, մասնավորապես Տավուշում եւ Սյունիքում։ Մոտեցումը համապարփակ է, ընտրվում են սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնց կարիքները գնահատվում են տեղում։ Ընտանեկան աշխատանքային պլան մշակելուց հետո իրականացվում է բնակարանային բարելավում, երեխաների կրթության աջակցություն, հոգեբանական օգնություն, նույնիսկ փոքր բիզնեսների մեկնարկ։ Այս տարածաշրջանում արդեն կառուցվել է մոտ 30 մանկապարտեզ, ընդ որում 17-ը հենց Տավուշի մարզում։ Հիմնական ուղղությունները Հայօգնության ֆոնդի աշխատանքի դրանք առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, երեխաների պաշտպանություն, տնտեսական զարգացում, համայնքային եւ տնտեսական զարգացում են։ Սրանք 4 ուղղություններն են, որոնց մեջ աշխատում են մեր ծրագրերը եւ իրենք առանձին ծրագրեր չեն։ Այս բոլոր ծրագրերը փոխկապակցված են եւ շատ մեծ համագործակցություն կա այդ բոլոր ծրագրերի մեջ, այսինքն այս ծրագրի շահառուն կամ այս ծրագրի շրջանակում օգնություն ստացողը օրինակ բնակարանի իրավիճակի ավելացման օգտվում է կրթական ծրագրից, հնարավորություն է ստանում կրթություն շարունակել եւ այլն։ 2023 թվականին Հովն առաջիններից էր, որը արձագանքեց Արցախից բռնի տեղահանվածների կարիքներին, աջակցելով ավելի քան 15000 մարդու։ Այսօր Տավուշում, Սյունիքում եւ Սիսիանում բնակություն հաստատած 600 արցախցի ընտանիքներ ստացել են համապարփակ աջակցություն հումանիտար, հոգեբանական, բնակարանային, նաեւ տնտեսական զարգացման ծրագրերով։ Տավուշում օրինակ Հովն աջակցում է արցախցիներին քաղաքացիություն ստանալու, բնակարան գտնելու եւ սեփական փոքր տնտեսություն զարգացնելու հարցում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ռուսական ուժերը հարվածել են Սումիի մարզի Շոստկա քաղաքի երկաթուղային կայարանին, որի հետևանքով կան տասնյակ վիրավորներ, իսկ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ամենամեծ նավթամթերքի լցակայաններից մեկին Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ 1935 թվականին հիմնված լցակայանը տարեկան 6.6 միլիոն տոննա հում նավթ է արտադրում։ Վերջին ամիսներին Ուկրաինան ուժեղացրել է հարձակումները ռուսական լցակայանների վրա, արդեն 16 լցակայան թիրախավորվել է, ինչի հետևանքով ռուսական դիզելի արտահանումը հասել է 2020 թվականի ամենացածր մակարդակի։ Միջազգային նորություններն էլ առաջարկում եմ դիտել տեսաշարով։
Այսքան այժմի համար մենք կրկին եթերում կլինենք մեր հիմնական թողարկմանը 19:30-ին մինչև այդ ժամը։